Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 4. Հիսուսի փորձությունն անապատում։ Դրանից հետո Հիսուսը հոգու կողմից անապատ տարվեց, սատանայից փորձվելու։ Նա 40 օր ու 40 գիշեր ծոմ պահելուց հետո քաղցեց։ Այդ ժամանակ փորձիչը մոտենալով նրան ասաց. «Եթե Աստծու որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»։ Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից»։ Ապա սատանան նրան առավ, տարավ սուրբ քաղաքը, կանգնեցրեց տաճարի ամենաբարձր տեղը և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցած նետիր, որովհետև գրված է. իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես»։ Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. չփորձես Տիրոջը, քո Աստծուն»։ Սատանան Հիսուսին կրկին առավ տարավ մի շատ բարձր լեռ, նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և ասաց նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետևս գնա, Սատանա, որովհետև գրված է. Տիրոջը քո Աստծուն կերկրպագես և միայն նրան կպաշտես»։ Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։ Քարոզչություն Գալիլեայում։ Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, հեռացավ գնաց Գալիլեա, թողնելով Նազարեթը, եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնայումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Զաբուղոնի երկիր և Նեփթաղիմի երկիր, ծովի ճանապարհ և Հորդանանի այն կողմը, հեթանոսներով բնակեցված Գալիլեա»։ Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում, մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում։ Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։ Ձկնորսներից առաքյալներ։ Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայր Անդրեասին, որոնք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորս էին։ Հիսուսը նրանց ասաց. «Եկեք իմ հետևից, և ես ձեզ մարդկանց ձկնորսներ կդարձնեմ»։ Նրանք, իսկույն թողնելով գործիքները, գնացին նրա ետևից։ Այնտեղից առաջ գնալով Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբորը Հովհաննեսին, որոնք Զեբեդեոսի հետ նավակի մեջ էին և իրենց ուռկաններն էին կարգի բերում։ Հիսուսը նրանց էլ կանչեց։ Նրանք իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։ Բազմություններ Հիսուսի ետևից։ Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։ Նրա համբավը տարածվեց ողջ ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույզի, և Հիսուսը բժշկեց նրանց։ Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլսից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանի մյուս կողմից։ Գլուխ 5. Լեռան քարոզը։ Հիսուսը տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները, և բացելով բերանը, սկսեց ուսուցանել նրանց ու ասել. Երանիներ. Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։ Երանի արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդի կկոչվեն։ Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։
երկրի աղը և աշխարհի լույսը։ Դուք եք երկրի աղը, եթե աղն անհամանա, ինչով կաղվի, այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։ Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Օրենքի ճշմարիտ ուսուցումը։ Մի կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից ու մարգարեներից մի հովտ անգամ, որ մի փոքրիկ գրանշան է, չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Ով այս պատվիրաններից փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի, իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայությունում չեք տեղ ունենա։ Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. մի սպանիր, որովհետև ով սպանի դատաստանի կենթարկվի, բայց ես ձեզ ասում եմ, ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի անմիտ, կդատապարտվի գեհենի կրակին։ Եթե զոհասեղանին քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե եղբայրդ քո դեմ ոխ ունի, թող քո ընծան գնա նախ հաշտվիր եղբորդ հետ և ապա եկ քո ընծան մատուցիր։ Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտության եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես, գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման։ Լսել եք, թե ինչ ասվեց. մի շնանա։ Բայց ես ձեզ ասում եմ, ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իսկ սրտում շնացած կլինի նրա հետ։ Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ Եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրիր այն և դեն գցիր քեզանից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ Արդարև ասվել է. ով արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա։ Բայց ես ձեզ ասում եմ, որ իր կնոջն արձակում են առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն առած կլինի։ Լսել եք դարձյալ, թե ինչ ասվեց նախնիներին. սուտ մի երդվիր, այլ կատարիր այն, ինչ երդվել ես Տիրոջը։ Բայց ես ձեզ ասում եմ, ընդհանրապես մի երդվիր, ոչ երկինքի վրա, որովհետև Աստծո գահն է, ոչ երկրի վրա, որովհետև նրա ոտքի պատվանդանն է, ոչ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ արքայի քաղաքն է, ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը պարզապես թող լինի այոն այո և ոչը ոչ, որովհետև դրանից ավելին չարից է։ Ձեր թշնամիների հանդեպ։ Լսել եք, թե ինչ ասվեց. աչքի դիմաց աչք և ատամի դիմաց ատամ։ Բայց ես ձեզ ասում եմ, չարին հակառակ մի կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կողմն էլ դարձրու։ Եթե մեկն ուզենա քեզ դատի կանչել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող։ Եթե մեկը քեզ հարկադրի իր հետ մեկ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկու մղոն էլ գնա։ Ով քեզնից խնդրում է, տուր, և ով քեզնից ուզում է փոխառնել, երես մի դարձրու։ Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. պիտի սիրես քո ընկերոջը և պիտի ատես քո թշնամուն։ Բայց ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեցեք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է։ Որովհետև նա իր արեգակը ծագեցնում է թե չարերի, թե բարիների վրա, և անձրև է բերում թե արդարների և թե մեղավորների վրա։ Այնպես որ եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձքը ի՞նչ կլինի։ Չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։
Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարի կամեցողներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ։ Գլուխ 6. Ողորմության մասին։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև, նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Ուստի երբ ողորմություն անես, մի փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Աղոթքի մասին։ Երբ աղոթես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Երբ աղոթք անեք, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի շնորհիվ լսելի կլինեն։ Արդ մի նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան դուք նրանից մի բան կխնդրեք։ Ուրեմն այսպես աղոթեք։ Տերունական աղոթք։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը։ Քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտապաններին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն են արքայությունը, զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Ծոմապահության մասին։ Երբ ծոմ պահեք, տրտմերես մի եղեք կեղծավորների նման, որոնք խոժորում են իրենց երեսները, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։ Այլ դու երբ ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ քո հորը ծածկապես, եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Ճշմարիտ գանձը։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում եւ գողանում են, այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն փչացնում, ոչ էլ գողերն են սողոսկում եւ գողանում, որովհետեւ որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Մարմնի ճրագն աչքն է, եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը։ Աստված եւ Մամոնա։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ Մամոնային։ Ապավինում նախախնամությանը։ Դրա համար ասում եմ ձեզ, մի մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, եւ մարմինն ավելին է, քան հագուստը։ Նայեք երկնքի թռչուններին, ոչ վարուցանք են անում, ոչ ընձում են, եւ ոչ էլ շտեմարանների մեջ ամբարում, եւ ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց, չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ Արդ ձեզնից ով կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։ Իսկ հագուստի համար ինչու եք մտահոգվում։ Նայեցեք վայրի Շուշանին, ինչպես է աճում, ոչ ջանք է թափում եւ ոչ ուսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն անգամ իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի նման։ Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա, վաղը հնոց է նետվում, որքան առավել ձեզ կհագցնի թերահավատներ։ Հետևաբար մի մտահոգվեք եւ ասեք. ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետեւ հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։ Դուք նախ փնտրեք Աստծո արքայությունն ու նրա արդարությունը, եւ այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։ Ուրեմն մի մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքնին բավարար են։